ու ասենք դասաններ կային, որ մի աշակերտ կար, մենակով էր սովորում, ու որ գնացի այդ գյուղ, լրիվ անպատրաստից գնացի, ոչ մի բան չգիտեմ, ոչ մարդ գիտեմ, ոչ բան, գնացի մի անգամից գյուղապետի հետ ներկայացա, ասացի, որ սենց ծրագիր ենք անում, գյուղապետերն էլ գիտեք ոնց է, որ ասենք ինչ-որ ռեժիսոր կամ ինչ-որ լրագրող է գնում գյուղ, մտածում են, ահա եկել է հեսա ինչ-որ բան է ուզում գտնի, տենց ինչ-որ բան անի, դրա համար հաջորդ անգամ որ գնացի, հրավիրեց իրենց տուն խաշուտելու, որ անկած վատ բան չգրեմ երևի։ Ու դպրոցում մի քանի տես պատմություններ ասեցին ու գտա թե ինչ կարելի անել, բայց իմ բախտը բերեց, որտեղ դպրոցի հենց այդ մուտքի մոտ բան կար, սեղանի թենիս կար։ Ռեժիսորայում, հատկապես վավերագրական ֆիլմերում, շատ կարևոր է, որ արագ կարողանաս կերպարիդ հետ հարաբերություններ ստեղծես, մոտիկ հարաբերություններ ստեղծես։ Իսկ այն որ ես մանկուց սեղանի թենիս եմ անդադ խաղացել, սկսեցի բոլորի հետ խաղալ սեղանի թենիս, որտեղ շատ արագ ոնց որ հարաբերություններ ստեղծվեց։ Ու ինձ ամենաշատը հետաքրքրեց մի պատմություն, ես այդ ժամանակ հենց չգիտեի, որ այդ տղան եզդի է, բայց պատմությունն այն էր, որ ոնց որ աշակերտը այնքան շատ էր հարգում իր ուսուցչին, որը քիմիայի ուսուցիչ է, նաև շախմատի, որ ուզում էր իր հետքերով շարունակել։ Այսինքն գնա, քիմիա սովորեր, գար ու իր ուսուցչին փոխարիներ Ջահանգիրը Տրոյա։ Այդ հետո արդեն իմացա, որ եզդի է։ Հետո Ջահանգիրը նաև 2020 թվականին ծառայության մեջ էր ու մասնակցեց նաև պատերազմին, բայց այդ հետո ավարտեց հետո։ Հիմա կանք նայենք ֆիլմի երկար չի, ինքը տենց երկար ֆիլմերից չի, ավելի տենց կիսա լրագրողական, կիսա վավերագրական ֆիլմ է, ու միացնելու համար մի հատ պիտի գնամ այնտեղ, որ կարող ենք սինխրոն միացնել։ Ոչինչ չէ, որ